улетел, но он обещал вернуться. Հրաժարականի մասին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց Լոնդոնից Կիրակի օրը հունվարի 23-ին։ Նա պատճառաբանել էր, որ այս քայլին դիմում է, քանի որ գործելու բավարար լծակներ չունի։ Հայտարարությունից մեկ օր անց հետքպարբերականը տեղեկություն հրապարակեց, որ Արմեն Սարգսյանը նաև Սենթ Քիթս եւ Նևիս կղզի պետության քաղաքացի է։ Ըստ պարբերականի Արմեն Սարգսյանը հնարավոր է չվերադառնա Հայաստան, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու համար։ Նախագահականից արձագանքեցին, թե Արմեն Սարգսյանը կվերադառնա անհրաժեշտ բուժզնումներն ավարտելուն պես։ Как назло на острове нет календаря, ребятня и взрослые пропадают зря. Հայաստանի քաղաքական կյանքում դեպքը բացառիկ չէ, երբ պարզվում է, որ Բարսաստիճան Պաշտոնյան ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։ Դա հայտնի է դառնում, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում։ Սովորաբար հայ նախնի պաշտոնյաները ունենում են Ռուսաստանի քաղաքացիություն, ու սովորաբար ռուս իրավապահները նրանց չեն արտահանձնում։ Այդ մի տեղի անունը մոռացել։ Մոտավորապես ինչ անուն է, ասա կհիշենք։ Քաղաքի անունն է այս կողմերի վրա։ Թիֆլիս։ Ուրեմն Բերլին։ Փարիզ, թե Հռոմ։ Ոչ Փարիզ, ոչ ինչ ասի։ Հռոմ։ Հռոմ։ Միքայել Հարությունյանն օրինակ 2002 թվականից է Ռուսաստանի քաղաքացի, բայց այդ մասին հանրությունը իմացավ միայն 2020-ին, երբ նա մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Մինչ այդ նա զբաղեցրել էր պետական պաշտոններ, եղել նաև պաշտպանության նախարար։ Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է 2003 թվականից։ Հայրապետյանի սակայն իրավապահները երկքաղաքացիության համար չէ որ փնտրում են։ Նա մեղադրվում է ապօրինի սեփականաշնորհման եւ ինքնիրավչության մեջ։ Հայրապետյանը 2020 թվականին մայիսյան լոկդաունի օրերին խոստացել էր Մոսկվայից վերադառնալ հենց թռիչք լինի։ Հայրապետյանը մինչ օրս սակայն Հայաստանում չէ, իսկ Ռուսաստանում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է։ Գևորգ Կոստանյանը եւս խոստացավ վերադառնալ Ռուսաստանից, երբ ավարտի սեմեստրը, սակայն այդպես էլ չվերադարձավ։ Չնայած Հայաստանի իրավապահները նրան 5 հոդվածով մեղադրանք են առաջադրել մարտի 1-ի գործով, Ռուսաստանը ոչ միայն չարտահանձնեց, այլ նաեւ դադարեցրեց քրեական հետապնդումը իր երկրում։ Ըստ մամուլի հրապարակումների նախկին դատախազ, զինդատախազ եւ այլ կարևոր պաշտոններ զբաղեցնող Կոստանյանը այժմ դասավանդում է Մոսկվայում եւ անգամ համերգների մասնակցում։ Я даже себе представить не мог. Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանը եւս պարզվեց ուսման նկատմամբ ծարավը հագեցնում է Ռուսաստանում։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Պողոսյանին ռուս իրավապահները նախ ձերբակալեցին Կարելիայի հանրապետությունում, կալանավորեցին, սակայն հայ գործընկերներին չհանձնեցին։ Հետագայում էլ քրեական հետապնդումը դադարեցրին։ Պատճառները փորձում ենք ավելի խոր հասկանալ։ Ընդունել չի ռուսական կողմի բացատրությունը չարտահանձնելու։ Եթե ընդունելի լիներ, մենք չենք շարունակի։ Միհրան Պողոսյանն էլ որոշեց մասնակցել 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Նա տեղեկանքներ ներկայացրեց, որ Հայաստանից բացակայում է, քանի որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի եւ Բելգորոդի պետական ազգային ինստիտուտի նախապատրաստական կուրսերի է մասնակցում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն այս տեղեկանքները ճանաչեց կեղծ։ Я вам посылку принес. Только я вам ее не отдам, потому что у вас документов нет.